սոցիալական բևեռացումից մինչև արդարության կոպտագույն խախտումներ, որոնք արտահայտվում են իշխանության առաջ քաշած նախաձեռնությամբ, գալիս են լրացնելու առանց այդ էլ ներհասարական կյանքում տեղ գտած սևերի ու սպիտակների, ունևորների ու չունևորների բազմաթիվ հակադրությունները։ Այն կառավարությունը, որի համար հերոսը հարկ վճարողն է, այլ ոչ թե հայրենիքի պաշտպանության համար զինվորագրված մարդը, արդեն իսկ ջախջախել է զինված ուժերի գաղափարական ողնաշարը։ Բոլոր ժամանակներում էլ ֆինանսները սոցիալական երաշխիքն եղել են կարևոր գործոն, բանակի արդիականացման եւ մարտական խնդիրների արդյունավետ լուծման տեսանկյունից, սակայն բերել, խառնել ու բանակում արկա հիմնարար խնդիրները դիտարկել բացառապես սոցիալական տեսանկյունից պարզապես վերջնական փակուղի գնացող ճանապարհ է։ Զինված ուժերում համալրման խնդիրները բազմաթիվ գործոններով են պայմանավորված։ Պետության մոտեցումից, արժեքային համակարգի անկումից մինչև սոցիալական խնդիրներ, սակայն վերցնել ու բանակի հիմնական սյուներից մեկը պարտադիր ժամկետային ծառայությունն այս աստիճանի խեղաթյուրել իր մեջ ազգային անվտանգության սպառնալիք է պարունակում։ Բանակը փորձադաշտ չէ, որտեղ կարելի է այս կամ այն քմահաճույքը կամ ցանկությունը փորձարկել, այստեղ կան սկզբունքներ, որոնք անխախտելի են։ Հատկապես, որ մեր շուրջ ռազմաքաղաքական իրադրությունն էականորեն չի փոփոխվել եւ այս փոփոխությունը մեզ առավել խոցելի է դարձնելու։ Պարտադիր ժամկետային ծառայության հարցում իշխանության մոտեցումը մեկ այլ բան ակնհայտ դարձրեց։ Զինված ուժերում կոռուպցիոն դրսևորումների, արկա սողանցքների հաղթարման կամ դրանց նվազագույնի հասնելու խնդիրը իշխանությունը տապալել է եւ հիմա ծաղկող արատավոր բարքերը փորձում են ճակերտավոր լուծել դրանց օրինականացման եւ կոնֆլիկտը ներհասարական դաշտ մղելով։